15 րոպե է մնացել մինչև Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ավարտը։ Ճոճկանեցիներն այլևս չեն շտապում թիվ 3162 ընտրատեղամաս։ Նրանք արդեն կատարել են իրենց ընտրությունը։ Տեղամասի հանձնաժողովի նախագահը նշում է, որ մինչև ժամը 19 գրեթե բոլոր ճոճկանեցիներն արդեն ներկայացել էին տեղամաս եւ քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Ընտրողների կողմից շատ մեծ ակտիվություն էր, ավելի շատ ամենաակտիվ ժամանակաշրջանը ժամի 11-ից մինչև 1-ի ընթացքն է եղել, որ հոսքը շատ ակտիվ է եղել։ Բարեհաջող ընտրությունը կատարել են իրենք, առանձնապես ոչ մի արտարոց դեպք խախտում չի գրանցվել, դիտորդները եկել են, գնացել են, մենք էլ մեր ընտրությունը նորմալ կատարել ենք։ Տեղամասում թեկնածուներից գրանցված էր միայն Սերժ Սարգսյանի 2 վստահված անձ, որոնցից մեկն էր տեղամասում։ Թիվ 3162 ընտրատեղամասը փակվեց ուղիղ ժամը 20-ին։ Պարոն ոստիկանական աշխատակից խնդրում եմ տեղամասը փակեք։ Տեղամասի փակվելուց հետո սկսվեց արդյունքների ամփոփումը։ Թիվ 3162 ընտրատեղամասում գրանցված 1586 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1099 մարդ։ Բացեցինք։ Սկսեցինք ընտրությունը։ Առաջին քվեաթերթիկը Սերժ Սարգսյանի օգտին էր։ Հենց սկզբից ձայների առավելությունը նրա օգտին էին։ Սարգսյան։ Սարգսյան։ Քվեաթերթիկների մեջ կային նաև անվավեր եւ չսահմանված նմուշի քվեաթերթիկներ։ Ձայների ամփոփման ընթացքում, երբ արդեն քիչ թվով քվեաթերթիկներ էին մնացել քվեատուփի մեջ եւ հանձնաժողովի նախագահը դժվարանում էր դրանք անել, որոշեցին քվեատուփը մի փոքր թեքել, որպեսզի քվեատուփից քվեաթերթիկ անելն ավելի հեշտ լինի։ Երեքնանց 40 րոպեին արդեն ձայներն ամփոփված էին եւ պարզային արդյունքները։ Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, նրա օգտին քվեարկել է ճոճկանեցիների մեծ մասը՝ 958 մարդ։ Երկրորդ տեղում Ռաֆի Հովհաննիսյանն է 94 ձայնով։ Ճոճկան գյուղում 3-ական ձայն են ստացել Անդրեաս Ղուկասյանն ու Վարդան Սեդրակյանը, 2-ական ձայն Արման Մելիքյանն ու Պարույր Հայրիկյանը։ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել է 7 մարդ։ Քվեաթերթիկներից 28 անվավեր ճանաչվեցին, 2-ն էլ սահմանված նմուշի չէին։ Էմմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։